Ես գտնում եմ, որ ընդհանուր առմամբ մեր համար շատ հարազատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում ընդհանուր առմամբ բանակցային գործընթացը միշտ էլ պետք է շարունակական լինի, քանի որ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը այս իրականության մեջ միշտ եղել է բանակի կողմից վստահության ուրեմն մթնոլորտի ձևավորումը, վստահության մեխանիզմների ձևավորումը, ես նկատի ունեմ ասենք հրադադարի պայմանագիրը իրականացնելը, այս զինված դիմակայության պայմաններում ոտնձգություններից զերծ մնալը, դիվերսիոն գործողություններ չիրականացնելը եւ ամենակարևորը միջազգային հետաքննության անցկացումը եւ կարծում եմ, որ սա է պատճառ նաեւ հանդիսացել, որ հակառակորդը մշտապես մերժելով այդ ամենը, որովհետեւ սա նաեւ պարտադրող է, որ ուժի չկիրառման միջազգային նորմը պահպանել, որ ինքը ուժ չկիրառի, բայց ցանկացած պայմաններում, նույնիսկ ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ միշտ բանակցությունները քաղաքական, ռազմաքաղաքական ղեկավարության կողմից դիվանագիտական այսպես ճանապարհներով պետք է միշտ շարունակական լինեն։ Եթե ձեզ թվում է, թե ասենք մենք կարող ենք այսօր թույլ կողմից ներկայանալ, այդպես չէ, որովհետև արկա պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը գտնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պաշտպանության բանակի հետ կարելի ասել այսպես լայնածավալ պատերազմական իրավիճակում ոչ մի հաջողությունների չի հասել եւ դեռ ավելին ուժեղ հուժկու հակահարված է ստացել մեծ քանակությամբ բազմակի անգամ 10-ից ավելի անգամ կորուստներ ունեն եւ այս պայմաններում երևի թե նաև նախաձեռնությունների այսպես կողմերից մեկն էլ իրենք են եղել, որ ստեղծենք պայմաններ, դադարեցնենք կրակը, հետագայում այլ որոշումներ ընդունելու համար։ Օպերատիվ մարտավարական նախաձեռնությունը պաշտպանության բանակի ձեռքերում է, մարտավարական օղակներում տարբեր թեժ կետերում իրականացված գործողությունների արդյունքում որոշակի չնչին, այսպես նաև կոնֆիգուրացիայի փոփոխությունները բանակի նախաձեռնության ամիջական կրակի ներքո են գտնվում եւ վերահսկվում են պաշտպանության բանակի ղեկավարության եւ զորամասերի կողմից։ Նախարար այս կորցված հենակետեր ունի մեր կողմը։ Ես ասացի արդեն, չկա կորցված հենակետեր, մարտավարական առումով բոլորը կրակի եւ նախաձեռնողական գործողությունների այսպես վերահսկողության ներքո են գտնվում պաշտպանության բանակի կողմից։ Պարոն նախարար, որ դեպքում կարող ենք հավատալ հրադադարի, այսպես ասած, երաշխիքին, անվտանգության երաշխիք, որ դեպքում կարող ենք հավատալ դրան եւ ինչ պայմանավորվածություններով ու պարտականություններով դա պետք է։ Գիտեք, այս տարիների ընթացքում բանակցային գործընթացի շրջանակներում մենք միշտ նախաձեռնել ենք, ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից միջազգային նորմերի իրականացման պարտավորվածությունը եւ տարբեր տեղեր որոշումներ է ընդունվել, հատկապես մեր համար ամենակարևորը դա ինքնորոշման խնդիրն է եւ նաեւ ուժի չկիրառումն է։ Մեր համար նաեւ այսօր անչափ կարևոր է, որ մեր ղեկավարությունը եւ մեր հանրությունը մշտապես ասում է, որ մաս կազմող հակամարտության Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցային գործընթացում անհրաժեշտություն է։ Միայն այն պայմաններում կարող ենք ասենք վստահ լինել, որ չի խախտվի, երբ որ ադրբեջանական կողմը վստահորեն ասի, որ գնում է վստահության մեխանիզմների ձևավորմանը, պատրաստ է վստահության մթնոլորտի ստեղծմանը եւ պատրաստ է միջազգային հետաքննությունների անցկացմանը, եթե ասենք խախտումներ լինեն, որ խախտող կողմը պատասխանատվություն կրի։ Ապրիլ 1-յան դրությունը մենք հիմա ունենք։ Ապրիլ 1-յան դիրքերի դասավորությունը իրավիճակը։ Այո, ամբողջությամբ վերահսկողությունը պաշտպանության բանակի ձեռքերում է։ Այսօր կրակի դադարեցման շրջանակներում ուրեմն պայմանավորվածության որոշակի խախտումներ են եղել, ուրեմն ադրբեջանական կողմից, բայց այդ ամենը վերահսկելի է։ Նախարար Ադրբեջանի հետ հարցով պայմանավորվածությունների ինչ որ նորություններ կան։ Ուրեմն մենք բոլոր առումով
ուշադրության կենտրոնում ենք պահում եւ զոհվածների եւ վիրավորների եւ անհայտ կորածների բոլոր խնդիրները, զոհվածների ընտանիքներին ուշադիր լինելու, մենք գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև, բայց միևնույն ժամանակ ուզում եմ, որպեսզի մեր ժողովուրդը իմանա, ժամանակ պետք չէ, որ մենք հասկանանք, որ այդ ցավը նաև հպարտություն է, որ մեր զինծառայողները, մեր հրամանատարները իրենց կյանքը տվել են, իրենց արյունը թափել են այդ սուրբ հողի վրա, եւ դա մեր ազգի հպարտությունն է, մեր սահմանները պահպանելու համար։ Մեր խնդիրն է այսօր վերադարձվող վիրավորներին արագ ապաքինել եւ մենք եղել ենք շատ բուժ հիմնարկներում, որտեղ զինվորները պարզապես ասես այդ վիրավոր վիճակում ասում են մեզ շուտ ոտքի կանգնեցրեք, մենք գնանք գոնե փամփուշտներ լիցքավորենք, մեր զինվորների կողքին կանգնենք եւ մեր երկիրը պահպանենք։ Իհարկե նաեւ մեր խնդիրներից մեկն է, որ մենք կարողանանք անհայտ կորածների հարցը լուծել այդ գործում, գիտեք, որ ես հանձնաժողովի նախագահ եմ, անհայտ կորածների, պատանդների, գերիների համապատասխան աշխատանք տանում ենք։ Այստեղ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հետ է հիմնական աշխատանքը տանում, բայց կարծում եմ, որ այս իրականության մեջ, որ ադրբեջանական կողմը ավելի շատ կորուստներ ունի, արդեն մեր համար հեշտ կլինի նաև պետական առումով իրենց ղեկավարության հետ բանակցություններ տանելու, փոխանակելու առումով։ Ամեն ինչ կանենք, որպեսզի փոխանակենք։ Պարոն նախարար, այս անգամ Սմերջ, Տոս 2 եւ այլ տեսակի նոր զինատեսակներ կիրառեց Ադրբեջանը, մենք այս առումով պետք է արդյոք խստացնենք մեր պահանջները Ռուսաստանից այլևս զենք չվաճառելու Ադրբեջանին, մտահոգություններ չունեք։ Մենք այդ հարցերը մշտապես բարձրաձայնում ենք, մշտապես փորձում ենք խստացնել, մշտապես արտահայտում ենք մեր մտահոգությունները, բայց միևնույն ժամանակ ասեմ, որ Արցախյան ազատամարտի սկզբից տարբեր տեսակներ կային, մեզ թվում է, թե այդ տեսակները եթե կիրառեն, այսպես ամբողջությամբ, չգիտեմ, վատ կլինի, կոչնչացվեն։ Հիմա ուզում եմ ասել, որ սովորել ենք այլ զինատեսակների, մեր զինծառայողները պատրաստ են յուրաքանչյուր զինատեսակի դեմ պայքարելու եւ արժանի պատասխան տալու, մանավանդ որ այսօր մենք ունենք այն ճշգրիտ, գերճշգրիտ, հեռահար միջոցները, որոնք որ մենք օգտագործելու ենք անհամաչափ խնդիրներ իրականացնելու համար։ Պարոն Օհանյան, Ադրբեջանը խոսում է, հա, նաև սպառնում է Ստեփանակերտը ռմբակոծելու մասին եւ այլն։ Ինչ եք կարծում, Ղարաբաղը ադրբեջանական սահմանից ի վերջո այս խնդիրը կվերածվի հայ-ադրբեջանական հակամարտության։ Ես գտնում եմ, որ բոլորս էլ լսել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության պատասխանները, որոնք ասել են, որ թող փորձեն։ Այդ դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն պաշտպանության բանակը իր բոլոր հնարավորություններով իհարկե կգործի։ Այս պահի համար իհարկե ես չեմ ուզում, որ մենք քայլեր կատարենք, որը որ կբերի լայնամասշտաբ գործողությունների, այսօր մեր եզրակացությունները այլ են, եզրակացությունները բերում են նրան, որ ի վերջո լայնամասշտաբ մարտական գործողություններ իրականացնելու կանխարգելման ուղղությամբ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը համապատասխան միջոցառումներ կձեռնարկվի եւ թույլ չենք տվի վերաճի լայնամասշտաբ պատերազմ։ Կամ այդ կորածների անունները երբ կհրապարակվի եւ նրանց ճակատագրերը հա արդյոք անհայտ կորած են։ Թույլ տվեք մասնագիտական միջազգային համապատասխան փորձագիտություն, գիտելիքներ ունեցող մարդիկ այդ ուղղությամբ աշխատեն եւ ժամանակին կներկայացնեն։ Կրակի դադարեցման պայմաններում հիմա որքանով է մեծ վտանգը, որ սա հակառակորդի կողմից նոր ագրեսիայի, այսպես ասած։ Հիմա գիտեք, դուք այնպիսի հարցեր եք տալիս, որոնք որ հիմնականում համահունչ են մարտական գործողությունների եւ նաեւ ռազմական տեսանկյունից տարբեր միջոցառումների իրականացման։ Թույլ տվեք, որպեսզի այս ամենը վերլուծի մասնագիտական այսպես կառույցը, Պաշտպանության նախարարությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը, չեմ կարծում, որ նրանք այնքան անմիտ են, որ չեն մտածում, որ ցանկացած այսպիսի քայլ նաեւ մոլորեցնելու նպատակ ունի։ Պարոն նախարար, եւ միջազգային հանրույթի արձագանքը ինչպես էր, հատկապես Ռուսաստանի արձագանքից տարակուսանք կար նաեւ։ Մենք բոլորս պետք է համապատասխան աշխատանք տանենք, ի վերջո, որ բերենք նրան այնպիսի իրավիճակի, որ արձագանքները այսպես թիրախային
լինեն եւ արձագանքների, պատասխանների, այսպես առաջարկությունների, ենթադրությունների մեջ թիրախավորված լինի այն կողմը, որը որ խախտել է գոյություն ունեցող պայմանագիրը, բերել է այս իրականությունը զինված դիմակայության եւ դեռ ավելին ուրեմն ոչռագործություն եւ հանցագործություններ է կատարում, ես նկատի ունեմ իրավական նորմերից ելնելով եւ նաեւ նկատի ունեմ մարդասիրական նորմերից ելնելով, այդ դեպքում բոլորը պետք է նաեւ խախտող կողմին, հանցագործ կողմին պատասխանատվության ենթարկեն, կարծում եմ, որ այսօրվա մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը այդ ուղղությամբ աշխատանք տանում է, շնորհակալ եմ։ Պարոն նախարար, կամավորական ջոկատները մեկնեցին դիրքը, տեղեկությունն եք մասնակցել են որևէ գործողությունների, ինչ են արել առասարակ։ Ուրեմն ես շնորհակալ եմ մեր հասարակությունից, անկեղծորեն միջև գետին խոնարհվում եմ մեր ժողովրդի առջև, բոլոր այն կողմերի առջև, ովքեր որ արձագանքեցին, կանգնեցին հայկական բանակի, պաշտպանության բանակի կողքին, ովքեր կամավոր կերպով մեկնեցին Արցախ եւ այսօր համալրել են Արցախի բանակի շարքերը եւ մեր բանակի հմուտ հրամանատարների երիտասարդ պատրաստված մարտական ոգով տրամադրված զինվորների հետ միասին իրենց փորձով աջակցում են եւ մենք ունենք հաջողությունների։ Նրանցից որոշ մասը իհարկե մտել է մարտական գործողությունների մեջ եւ շարունակելու է։ Փորձը ցույց է տվել, որ վտանգի պահին մեր ժողովուրդը միասնական է եւ այդ միասնականությունը մեզ տանելու է դեպի հաջողություններ։ Պարոն Օհանյան, ինչ է կարծում, ինչը ստիպեց հենց հիմա Ադրբեջանին գնալ նման արկածախնդրության եւ ինչը ստիպեց հրադադարի գնալ տեխնիկայի ցուցադրություններ, թե բանակցային գործընթացում ուզում են ինչ-որ նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Ինչպես Գիտեք, հիմա ես չեմ կարող նրանց ղեկավարության միտքը ամբողջությամբ բացահայտել, բայց այն, որ նրանց գործողություններում ես տեսնում եմ ոչ adekvat մոտեցում, այսինքն այդ ամենի վրա կարող է ազդել եւ քաղաքական նպատակները միջազգային հանրության վրա ազդելու եւ ներքաղաքական եւ առավել եւս տնտեսական իրավիճակը որոշ արդարացումներ գտնելու իրենց գործողությունների եւ ներպետական սխալների մեջ եւ իհարկե նաեւ փորձարկելու, իսկ փորձարկումը ցույց տվեց, որ իհարկե որ պաշտպանության բանակը ամուր կարճած է հայկական հողերով։ Պարոն նախարար, այսօրվա իրավիճակը մեծ ձեռնտու է, եթե այս իրավիճակում հրադադարի ռեժիմ սահմանվի կամ նոր համաձայնագիր զինադադարի ստորագրվի։ Ընդհանրապես իրավական առումով սա ինչ ընթացք կարող է ստանալ եւ որքանով ենք մենք։ Կարծում եմ, որ մենք բոլորս մեր կարելի ասել մեր դիրքերում ենք եւ մեր գործունեությունը զինվորականների կողմից, պաշտպանության բանակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից իրենց խնդիրները շարունակելու են իրականացնել, իրենք պարտադրողի դիրքում են, նախաձեռնողի դիրքում են եւ այդպես էլ պետք է շարունակվի։ Եթե հանկարծ ստացվի, որ ճանաչեն ԼԳՀ-ն եւ հարկ լինի ռազմական փոխօգնության պայմանագիրը կնքել, դա իրավական առումով ինչ հնարավորություն է մեզ համար։ Ուրեմն գտնում եմ, որ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր կնքելու համար համապատասխան փորձագետների իրավական ոլորտի, արտաքին դիվանագիտական ոլորտի եւ պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում կարող է լինել եւ այդ փոխօգնության շրջանակները կոնկրետ մեր առումով ձևավորված են եւ մենք փորձի փոխանակման տարբեր տիպի համատեղ միջոցառումների իրականացման փոխօգնության առումով կարծում եմ, որ աշխատում ենք։ Պարոն նախարար, կարծիք կա, որ միայն նոր տարածքներ վերցնելով Ադրբեջանից միայն դա կարող է զսպել Ադրբեջանին, այդ կարծիքը փորձն է։ Բերեք չխորանանք ռազմական մեր բոլոր պլանների մեջ, թույլ տվեք, որպեսզի մենք բոլորը այդ իրականացնենք։ Ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղյանության պաշտպանության նախարարությունը